Ամեն աշխարհը խաղաղություն է խոստանում ասեմ ձեզ որ դա սուտ է այսօր պրեզիդենտները չգիտեմ Թրամփը նաև խոսեց եւ հայտարարեց ուրիշ պրեզիդենտների հետ որպեսզի խաղաղություն գա երկրերի միջև Սա արդեն մենք հոգևորներս քանի որ խոսքը լավ գիտենք մենք գիտենք որ one world order փորձում են իշխեն փորձում են Աստված տիրանալ իրենք այդ սուտ փոքրատառով աստվածները այն խաղաղությունը որ աշխարհն է մեզ առաջարկում սուտ է Աստծո ժողովուրդ ջան որտեղ իրական խաղաղությունը դա Աստծո մեջ է Քրիստոս Հիսուսի մեջ է որտեղ Աստծո խոսքը ասում է նա է խաղաղության իշխանը եւ միայն նա կարող է իրական խաղաղություն մեզ տալ ամեն հիշենք մի կարևոր բան մենք մեր շուրջը որ նայում ենք ամբողջ պատերազմները պատերազմի համբավները Մատթեոս 24-րդ գլուխը երբ որ ընթերցես Հիսուսը զգուշացնում ասում է պատերազմներ կլինեն պատերազմի համբավներ կլսեք որ լինելու են այս ամենը մենակ մի կարևոր բան մենք հիշենք ու հասկանանք մինչ մեծ պատերազմը միշտ թվացial խաղաղություն է տիրում Եթե մեզ թվում է Պարսկաստանում այսօր պատերազմ է, հա, մարդկանց սպանում են, ինչ օրն են գցում նրանք, ովքեր որ հելնում են այդ դիվայն ազդեցությունից եւ փնտրում են իրական ազատությունը, խաղաղությունը Քրիստոսի մեջ, գլխատում են, սպանում են, քանի հազար ժողովուրդ արդեն մահանում են Պարսկաստանում։ Բոլորը ուզում են ազատություն, ուզում են իրական ճշմարիտ Աստված ճանաչեն, դրա համար հասկացել են, գիտակցել են ու հելնում են այդ դիվային իրավիճակներից եւ սպանվում են ճշմարտության համար։ Ճշմարտության համար հալածանքը միշտ լինելու է, որտեղ մենք ապրում ենք ստության աշխարհում, որտեղ ուզում ենք հաստատենք, քարոզենք ու խոսենք ճշմարտությունը։ Հալածանքը անպակաս է լինելու նման ժամանակ եւ ինչ ենք հասկանում Այն խաղաղությունը հանգիստը, որ հիմա մենք կարծում ենք Ամերիկայում ունենք, սա թվացial խաղաղություն է, սա իրական խաղաղություն չէ, միշտ մեծ պատերազմից առաջ սա ենք զգում ու հասկանում։ Այդ իսկ պատճառով այսօր ուզում եմ քաջալերեմ, այսօր ուզում եմ զորանալ Քրիստոսի եկեղեցին եւ ամենակարևորը սպառազինվի։ Խոսեցինք աշխարհի պատերազմների մասին, բայց հիմա եկեք թույլ տվեք մտնեմ մի հատ պատերազմ, բացի աշխարհի պատերազմներից դա հոգևոր պատերազմն է։ Հոգևոր պատերազմը մի բան է, որ անտեսանելի է։ Ոչ մի կողմից մենք չենք հասկանում, որտեղից թշնամին կհարձակվի կխփի։ Բայց մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որը ինչը կուզեմ բարձրացնեմ եւ եկեղեցուն ասեմ, որ Սա շատ կարևոր է թշնամու ամենահզոր զենքը ուշադիր լսեք ամենահզոր այդ թույնը որ այսօր բաց է թողել հոգևոր աշխարհի մեջ այսինքն եկեղեցիների մեջ դա ստությունն է որը շատ նման է ճշմարտությանը դա կեղծիքն է որը շատ նման է իրականությանը Մի պահ կուզեմ սա մի հատ նստի մեր մտքերի մեջ հասկանանք ինչ եմ ասում։ Ստություն, որը շատ նման է ճշմարտությանը։ Կեղծիք, որը իրականությանն է նման։ Սա սատանայի ամենահզոր զենքն է, որ այսօր բացաթող է ամբողջ եկեղեցիների վրա։ Որովհետև նրա օրերը հաշված են, մեր Փրկիչը Քրիստոս Հիսուս շատ շուտով վերադառնում է, եկեք փառտանք երկինք։ Մեր Տերը վերադառնում է շատ շուտով, որտեղ խոստացավ, ինչպես խոստացավ երրորդ օրը կմահանամ, աշակերտներին ասեց, ինձ կխաչեն, կմահանամ, բայց երրորդ օրը հարություն կառնեմ, ինչպես այդ երրորդ օրը դարձյալ, երբ նա հələ չէին տեսել հարություն է առել, իրենց խանգարում էր այդ միտքը, ուր է բա մեր Տերը, բայց իրականությունը խոսքը կատարվեց, Հիսուսը գնացին ու տեսան գերեզմանում չի, երրորդ օրը հարություն է առել, նրա մույս խոստումը ետ են վերադառնալու Եթե մենք Հիսուս ենք հավատում, մենք պետք է իր խոսքի վրա հաստատվենք։ Եթե մենք չենք հավատում, ուրեմն թող կասկածենք, ասում ոմանք ասեն, բա ուր է ձեր Հիսուսը։ 2000 քանի տարի անց է, բա ուր է դեռ չի վերադարձել։
Տերս գիտի երբ կվերադառնա, բայց ամեն ժամանակ ես ապրեմ այնպես, կարծես հենց այսօր Տերը վերադառնալու է։ Ամեն ժամանակ պատրաստ լինեմ նրան դիմավորելու։ Կարա եկեղեցին բոլորս միասնական ասենք այո եւ ամեն, պատրաստ լինենք, ամեն։ Աստծո ժողովուրդ, էլի կրկնեմ։ Սատանան ամենամեծ զենքը, որ այսօր օգտագործում է եկեղեցու դեմ, ստությունն է։ Այդ իսկ պատճառով եկեղեցին պետք է ամրացնի իր մեջքը։ Հիմա կասեք ինչի է հենց մեջքի մասին ինչու խոսացիր։ Այսինքն սպառազինվենք ճշմարտության գոտով։ Ստության դեմ պատերազմելու համար մեզի ճշմարտության գոտին է պետք, որպեսզի մենք կարողանանք զանազանենք ստությունը ճշմարտությունից։ Աստծո ժողովուրդ, ասեմ, որ յուրաքանչյուր պատերազմ գնացող զինվորից, սա խոսում եմ իրական պատերազմ, հա? Իրական պատերազմ։ Յուրաքանչյուր զինվոր, երբ որ գնալու է պատերազմի, անհրաժեշտ է, որ իրեն հագցնեն այդ զինվորական գոտին։ Ինչու են գոտի հագցնում զինվորին։ Զինվորին գոտի հագցնում են առաջինը, որպեսզի նրա մեջքը պինդ լինի, չթուլանա կռվելու ժամանակ պատերազմի դաշտում։ Երկրորդը, երբ մեջքը պաշտպանված է լինում, Աստծո ժողովուրդ ջան, ձեռքերը ավելի ամուր են կարողանում պատերազմեն, չեն թուլանում։ Ամրացնում է զրահը գոտին, նաև գոտին է իր կողքին պահում ինչը սուրը։ Հիմա ես հետ եմ գալի հոգևոր առումով, հա, հոգևոր պատերազմի մասին եմ խոսելու։ Սա տվեցի օրինակ, որպեսզի հասկանաք հոգևոր մեր պատերազմը ինչպիսին է։ Ոմանք ասում են, «Էս ինչ անեծք մտավ իմ տունը»։ Մենք պետք է այնքան սպառազինված լինենք հոգով, որ ոչ թե ընդունենք անեծքը մեր տունը, այլ մենք կարողանանք պատերազմենք, դիմադրենք եւ դուրս հանենք նրան, որտեւ Աստծո խոսքը ասում է սատանան անդադ գալու է փորձի, անդադ գալու է, մինչեւ մեր վերջի շունչը նա գալու է, բայց երբ որ մենք հակառակ կենանք նրան, ինչպես ենք նրան հակառակ կենում, մեր բերանի այնքան որ խոսքերով, թե մեր ուժերով, սպառազինված լինելով Աստծո խոսքով, ինչպես Եփեսացիս 6:10 համարում ասում է սպառազինվեք, բայց այսօր կետը շեշտը ուզում եմ դնեմ հատուկ ճշմարտության գոտու մասին, որ մենք պետք է սպառազինվի եկեղեցին այս վերջի չար ժամանակներում ճշմարտության գոտով, ամեն։ Ճշմարտության գոտին ներկայացնում է ինչը հոգևոր առումով եմ խոսում, ստեղ շատ նորեր կան, ուզում եմ հասկանալի լինի ձեր համար ինչ եմ ասում, լավ, ճշմարիտ խոսքը, ճշմարիտ գրառումները Աստվածաշնչի, եթե դու Աստծուն հավատում ես, եթե դու Աստծուն ընդունում ես, բայց մտքումդ կասկածում ես Աստվածաշնչի որևէ բառ ու տառի վրա, ուրեմն դու մի թեթև արդեն շեղվել ես, որովհետև Աստվածաշունչը Աստծո հոգով ներշնչված Սուրբ Հոգու առաջնորդությամբ գրվել է Աստծո սուրբերից։ Սրանք հասարակ սովորական մարդիկ չեն եղել գրողները, սրանք Աստծո Սուրբ Հոգով լցված, ինչպես այսօր Սուրբ Հոգին տալիս է փոխանցում են պատգամը, այդպես նրանք առավել եւս լցվել են, գրել են այն, ինչ անհրաժեշտ է Աստծո մարդկանց։ Ոչ մի բառ ու տառ ավել ու պակաս չի գրված Աստվածաշնչում։ Ավելին ասեմ Աստծո ժողովուրդ, չկա մեր կյանքում որևէ մի պարագա, որևէ մի իրավիճակ, որի մասին Աստվածաշունչը մեզի ելքը չի տալիս։ Ամեն բանի ելքը Աստվածաշունչը մեզ տալիս է։ Գեղեցիկ է, չէ՞, Աստված, երբ որ խոսում է մեր հետ։ Այս գիրքը շնչող կենթանի խոսքն է Աստծո։ Այս գիրքը հնադարյան 2000 քանի տարի առաջվա գիրք չի, որ արդեն հնացել է ինչպես ոմանք են կարծում, այս գիրքը ճշմարտությունն է, որը մեր Աստվածաշունչն է։ Տեսեք, Եհովայի վկաները շեղում են խոսքը, ասում են մեր Աստվածաշունչն էլ է ձերը, ոչ, շեղվում է, ասեց Աստծո խոսքը հայտնության մեջ, վայ նրան, եթե կավելացնի ու կպակասացնի Աստծո խոսքից, ինչպես կա, այդպես մենք պետք է ընդունենք Աստծո խոսքը, կարա եկեղեցին ասի ամեն։
Հովանես 17:17 համարում ասում է նրանց սուրբ արա, սա խոսում է մեր մասին, սա խոսում է եկեղեցու մասին, սուրբերի մասին, մեր ժողովրդից մասին, ասում է նրանց սուրբ արա քո ճշմարտությունով, քո խոսքն է ճշմարտությունը, այ հիմա ծապտանք Տիրոջը, փառտանք Տիրոջը։ Գիտեք Աստծո ժողովուրդ, Աստված մեր ծափերի, փառքերի կարիքը չունի։ Ամբողջ փառքը Տիրոջն է, ամբողջ երկինքը Տիրոջը փառավորում է, բայց մենք մեր անձերը եկեք իսկապես սարքենք ու սովորենք ճշմարտությամբ, հոգով փառք ու երկրպագություն բարձրացնենք երկինք, որ երբ որ ծափ ես տալի, այնքան որ ծափ մի տուր, ծափը տուր այնպես մտածելով, Տեր դու արժան ես փառքերի, դու արժան ես, որ իմ մարմինը ցնծա քո ճշմարտությունով, դու արժան ես, որ ես ամեն ժամանակ փառք ու պատիվը բարձրացնեմ երկինք, ոչ թե հորս մորս, ոչ թե երեխեքիս, երկինք, իմ հոգևոր հորը, ով որ ինձ ստեղծեց իր կերպարով, ով որ իմ համար մահացավ ու կյանքը տվեց, ով մարդացավ լինելով սուրբ, որ մենք արժան չէ, որ մեկիդ մայրը հայրը կեթա կմեռնի ձեր համար, ոչ ոք չի մեռնի, հա կասեն, ես տղուս համար կմեռնեմ, աղջկաս համար կմեռնեմ, խոստումները կտան, խոստանում եմ ձեզ, յուրաքանչյուրի մահից հետո բոլորն էլ ապրում են, բայց մեկը կար, որ մեր մահը իրան խանգարում էր ու մտածում էր, ասում էր ինչ անեմ, որ փրկեմ ես մարդկությանը, որտեղ մահ ես չեմ խոսում, մարմնի հոգու անջատում, ես խոսում եմ հավիտենական մահ, ես խոսում եմ հավիտենական պատիժ, հավիտենական կրակի լիճ։ Հիսուս ասեց սրա հարցը ես եմ լուծելու, թող սաղ աշխարհի մեղք առնեմ իմ ուսերի վրա, ես հելնեմ խաչը, պատիժը կրեմ, սուրբ այրունս թափեմ, որ ես մարդկությունը փրկվի, որքան արժան են մեր ծափերին, որքան արժան են մեր ծափերին։ Հիշեք, ճշմարտության խոսքով ենք մենք, այս խոսքով ենք մենք սրբվում, սուրբ եւ արդար կյանք ապրում Քրիստոսի մեջ։ Երբ որ մենք խոսքը ամեն մի բառ ու տառը այո եւ ամեն է մեր համար, երբ որ կլինի հովիվը, թե կլինի որևէ քուր աղբերը, երբ որ իրար հետ որևէ ծառայողներ, որ ձեր հետ խոսան ուղակի Աստծո խոսքը լինի, այո եւ ամեն։ Չտատանվենք, չկասկածենք, հաստատվենք Տիրոջ խոսքի վրա, որտեղ Տիրոջ խոսքը ինչպես քիչ առաջ երգեցիք հրաշալի էր։ Ես ձեզ առջև եմ կանչելու վերջի երգը մեկ անգամ եւս միասին երգենք։ Իրոք փառաբանություն էր Տիրոջը։ Աստծո խոսքը ճշմարտությունն է, որ մեզ արդարացնում է։ Ամեն։ Այսօր սատանայի ուշքը եւ միտքը մեկ բան է։ Նրա օրերը հաշված են։ Շատ շուտով նա հավիտենական կրակի լիճը կգցվի եւ հավիտյան կայրվի, կտանջվի այն ամենի համար, ինչ արեց Աստծո ստեղծագործության հետ, այն հրաշալի իր կերպարով ստեղծագործած մարդկության հետ, այն սկսած Եդեմի պարտեզից, երբ նա խաբեց Եվային, մինչև այն օրը, որ նա կհափշտակի իր հոտը, մինչև այն օրը, որ նա դատաստան կանի ողջ աշխարհին, ամեն, հավիտյան նա կպատժվի, բայց նրա ուշք ու միտքը մի կարևոր բան է, ինչի վրա կուզեմ յուրաքանչյուրս կենտրոնանանք, նրա ուշք ու միտքը հարվածի ավետարանի ճշմարտությանը, ստություն մտցնի, մի փոքր սուտ մի բան մտցնի ներս, որպեսզի կարողանա փչացնի ամեն բան, մի փոքր շեղի խոսքը, կամ մի հատ բառուտար մեջից հանի, կամ մի փոքր էլ ավելացնի, գիտեք նա չի գալի ինձ, որ դու կզգաս նա սուտ է խոսում, նա գալու է լույսի հրեշտակի կերպարանքով, նա անեց է խոսալու Աստծո խոսքը, որ չես է կասկածելու, որ դիմացինը սուտ էր կամ սխալ էր, ծռել էր, եթե չունենաս Աստծո Սուրբ Հոգին քո մեջ եւ ճշմարտության խոսքը քո սրտիդ մեջ, այսինքն այն մարդիկ, ովքեր Աստծո խոսքը չգիտեն, այս սենց մաղվելու են, բայց այն մարդը, որ ունի Սուրբ Հոգի իր մեջ, Սուրբ Հոգին եւ խոսքը, որտեւ ասեց հոգին եւ խոսքը, այդ ջուրը խոսքն է, որը կմաքրի ձեզ։ Մինչեւ դրանից չծնվեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Ովքեր են ստեղ պատրաստ, որ մտնեն երկնքի արքայություն։ Եկեք բոլորս միասին ասենք այո ամեն։ Եկեք ասենք Տեր, պատրաստիր մեզ, որ իսկապես
երբ որ դու կվերադառնաս եւ կլսենք այն ձայնը, որ Փեսան եկավ, յուրաքանչյուրս քո առջև կանգնենք, յուրաքանչյուրս հափշտակվենք, յուրաքանչյուրս արժանանանք, որ երկնքում սուրբերի հետ մեկ դառնանք, որպես Քրիստոսի եկեղեցի, խորանը ինքն է լինելու, որ մեր իր ներկայության մեջ ենք մենք լինելու, կարանք ասենք ամեն։ Ուրեմն սատանայի ողջ նպատակը խփի ավետարանի ճշմարտությանը եւ ավելին ասեմ, ավելի հեռու եմ գնում, խփի մեր բերանի խոսքերին, որ մենք կլինենք հավատացյալ, բայց սուտասաններ։ Դա խփվանք չի։ Գիտեք, Եդեմի պարտեզում, երբ որ սատանան եկավ առաջի անգամ մարդուն փորձելու, երբ որ եկավ Եվային փորձելու, գիտեք ինչ ձևով փորձեց։ Արդյոք Աստված ասաց, որ այդպես սա լինելու։ Գիտեք, նա չասեց Աստված սուտասան, ասեց արդյոք, սկսեց մի հատ միտք տալ։ Եվ այդ նույն միտքը այսօր մեզ ա տալու։ Մեկի ականջին ես շատ ա եղել, նկատել եմ, որ եկել են ասել են, կներեք դուք Եհովայի վկա եք։ 100 անգամ ասեմ ոչ, բայց եթե մենք ավետարանը կարդում ենք, որտեղ գիտենք իրական ճշմարիտ Հայր Աստծո անունը Եհովա է, բայց Հիսուսը գալով նոր կտակարան շնորհքի դար մտանք այդ Հիսուսը սովորացեց, որ Աստծուն այլևս անունով ոչ այլ որպես Հայր մեր ավելի խոր, ավելի մտերմիկ, ավելի հարազատ հարաբերության մեջ տարավ, մարդիկ այդ անունից մի տեսակ գայթակում ու սայթա, մի տեսակ լսեք ինչ եմ ասում, հոգով բռնեք խոսքը, ճշմարտության մեջ քայլենք, որովհետև ժամանակ չկա կաղալու, ժամանակ չկա խաղալու, Հիսուս ասաց ժամանակը ծախու առեք, ժամանակ չկա, ծախու առեք ամեն ձեր մի օրը, ժամը, այն վարկյանը, որովհետև ամեն վարկյան կարա մեր Հիսուս գա, եթե Հիսուս հլը չգայլ կարա ամեն վարկյան քո կյանքը վերջանա այս երկրի վրա։ Գիտեք, շատ եմ տեսնում հիվանդ մարդիկ երկար ապրում են, առողջ մարդ տնից դուրս է գալի մեկ է հանկարծ ակսիդան կամ մի բան վերջացավ նրա կյանքը եւ երբեք չի կարա հետ բերի իր ժամերը, որ եթե սխալ էր շտկի դրանք, այսօր շտկվեք Աստծո հետ, այսօր օրն է, որ մենք բոլորս ասենք Տեր Հիսուս, մաքրիր մեզ, մաքրիր մեր միտքը ամեն պղծությունից, ամենաշատը մաքրիր մեր սիրտը, որովհետև ամեն բան չար, որ բխում է մարդու մեջից, բխում է այս սրտից, այս պղծված սրտից, նոր սիրտ տուր մեզ։ Գիտեք Աստծո խոսքը ասում է կարա մեզ նոր սիրտ տանի, ես աղոթում եմ այսօր թող սաղի սեջոյի անի Տերը, թող սաղի սիրտը հանի այս պղծված ու մեր մեջ դնի իր սիրտը, նոր հոգի, որտեղ եկեղեցին սես թմրած չի լինի, որտեղ եկեղեցին ավելի հզոր, սպառազինված, պատերազմող կլինի։ Անցած օրը գնում եմ աղոթ կանեմ մեկի վրա, երիտասարդ աղջիկ։ Ինչի պիտի իմ հետ 2 հոգի գար աղոթելու։ Ինչու։ Ես պիտի զանգեի ողջ եկեղեցուն, ասեի եկեք գնում ենք աղոթ կանելու, խոստանում եմ ձեզ, մատերիս վրա կհաշվեմ մարդիկ, որ կգան։ Սա գիտեք ինչ է, ողբերգություն։ Աստծո խոսքը ասում է արա ուրիշներին այնպես ինչ կուզես քեզ հետ անեն։ Գիտեք, մենք պիտի բոլորս պատրաստ լինենք պատերազմելու յուրաքանչյուրի համար։ Մենք պիտի Հիսուսի կերպարով, հոր կերպարով լցված ժողովուրդ լինենք։ Ես աշխարհում տեսել եմ այն հանցագործ աշխարհը, որտեղ նման շրջապատ ընտանիք ենք ունեցել, տեսել եմ հանցագործ աշխարհը ավելի իր կյանքը կտար իր անգերոջ համար, քան այսօրվա հավատացյալը հավատացյալի համար, կներեք, չեմ ասելու ձեզի, ճշմարտությունն եմ ասում։ Այո, ճիշտն եմ ասում ձեզի։ Առաջի Տիմոթեոս 4:1 համարում, հոգին հայտնի ասում է, թե վերջի ժամանակներում, մենք ապրում ենք վերջի դարաշրջան, ոմանք հավատքից կհեռանան և մտիկ կտան մոլորված հոգիների և դևերի վարդապետությունների, այսինքն ստության, կարճ կոնկրետ եմ ասում, ստության, Աստծո խոսքը չի մացող, Աստծո ժողովուրդ էլի եմ ասում, էլի եմ ասելու, մենակ կնես, եթե տղամարդ ես, մի
տեսակ թասիպ չի էլի տենան դու նստե Աստվածաշունչ ես կարդում։ Չգիտեմ, մեր հայ տղամարդկանց մոտ ամեն բան մի քիչ տարօրինակ է, տեղում չի։ Այդ մուսուլմանական mentality-ն կնոջը հարգեն տղամարդ չեն, Աստվածաշունչ կարդան ղզիկ են։ Չգիտեմ, այդ mentality-ն պիտի վերջապես մի հատ հելնի, լսեք ինձ։ Ոչ ոքի մի ասեք, թաքուն։ Play արեք, թող ձեր համար կարդա։ Լծվեք, իմացեք ճշմարտությունը, որ երբ որ սատանան կգա փորձելու, կարողանաք դիմադրել նրան, կարողանաք պատերազմել նրա դեմ, կարանք ասենք ամեն։ Ճշմարտության գոտին, որ Տերը այսօր մեզ եկեղեցուն ասում է հագեք, սպառազինվեք ճշմարտության գոտով, ինչի համար, որպեսզի կարողանանք հակառակ կենալ ամեն ստության, սուտ ուսմունքների, սուտ վարդապետությունների, սուտ մարգարեությունների, սուտ մարդկանց խոսքերին, որ երբ որ մեր այդ սուտ կխոսան, մենք պարզապես իմանանք ստումա։ Ինչու? Որովհետև հոգին մեր մեջ մեզ կհայտնի ստումա եւ նաեւ միևնույն ժամանակ մենք ստելուց վախենանք։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞ Տերը։ Համ մեզ ապաշտպանում, համ դիմացինին ապաշտպանում, որտեղ նրա սերը անսահման է ողջ մարդկության համար։ Ճշմարտության գոտին ապահում հոգևոր զրահի մնացած մասերը իրար հետ։ Թույլ տվեք բացատրեմ ինչը։ Հավատքի վահանը, այնտեղ փրկության սաղավարտը, արդարության զրահը, խաղաղության ավետարանի կոշիկները, սուրը, որը խոսնա, այս ամենը իրար հետ պահողը ճշմարտության գոտին է։ Գոտին վրա չեղավ ամեն մեկը, ես հասկացել եմ մի բան, որ ամեն մեկը հակազդելով ասում է դեպի խաբեության կգնա, կխախտվի իր տեղից։ Գիտես, եթե ճշմարտությունը գոտին քո վրա չի, հավատքդ կծռվի, խոսքը կծռվի, արդարությունդ կծռվի, որտեղ Աստծո արդարությունը չես փնտրի, այլ քո կարծիքը, քո արդարությունը ես անգամ կփնտրես։ Գիտեք, իմ ու քո կարծիք չկա։ Մեր աստվածապաշտներից համար իմ ու քո կարծիք չկա, կա մի հատ ճշմարտություն, դա Քրիստոսն է, եւ նրա խոսքն է իր բերանից հելած, եւ եթե մենք ուզում ենք որևէ բան քննենք, Աստծո խոսքը բացահայտ մեզ ասում է ինչում, ոնց, ինչը անենք։ Առաջներում արագ որոշումներ կայացնող էի, շատ արագ, բնավորությամբ, էությամբ ես շատ սենց մի բան ուզեմ, տեղի վրա, վարկյանի տակ, այդ տենց պիտի լիներ, այդ ձև էի, բնավորությամբ, բայց Փառք Հիսուսին Արմանն էլ էր այդ ձև, դրա համար մենք իրար սիրեցինք։ Փառք Հիսուսին, որ Աստված դա փչացրեց մեր մեջ, որտեղ այդ արագ բաներ անելու պատճառով մենք շատ տուժեցինք մեր կյանքում, շատ առումներով։ Իսկ հիմա, երբ որ մի բան մենք անում ենք, իրար հետ խոսում ենք, կլինի եկեղեցու հետ կապված, կլինի մեր անձնական որոշումների հետ կապված, առաջի բանը, որ անում ենք, աղոթում ենք ու սպասում ենք։ Թող Տերը մեզ համար բացի, հայտնի, ինչը ոնց անենք, ինչու, որպեսզի չսայթակենք, որպեսզի չսխալվենք, որպեսզի Աստծո ճշմարիտ խոսքի համաձայն ամեն ինչ անենք, որտեղ իր կարծիքը մեր կարծիքից լավն է։ Աստծո խոսքն ասում է, ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին, հրաշալի խոստում, այսինքն իմ խորհած խորհուրդները չար են, սխալ են, բայց Տիրոջ խորհած խորհուրդները այո են, ամեն են եւ կատարյալ են։ Դրա համար փառք տանք Տիրոջը, որ նա մեր Աստվածն է։ Ամեն։ Դիմադրենք ստության դեմ, սատանայի բոլոր ծրագրերի, ծուղակների, սատանայի բոլոր գայթակղությունների դեմ։ Այսքան ասելով սա ընդամենը նախաբաններ, ասնեմ քարոզիս։ Պատրաստեք։ Ասում եմ ոնց չպրծավ հովիվ, չի պրծե, բռնվեք, լսեք, պետք է։ Ուրեմն մենք բան ունենք այսօր սովորելու։ Աստծո խոսքը Հովհաննես 8:32 համարում ասում է, որ մենք ճշմարտությունը կսովորենք ու ճշմարտությունը մեզ ինչ կանի, ազատ կանի։ Ճշմարտությունը մեզ ազատ կանի, Աստծո ժողովուրդ։ Իհարկե բոլորս գիտենք, որ ճշմարտությունը ինքը ինչ որ մի գաղափար չի, այլ ճշմարտությունը իրականում հենց ինքն է, նա է ու
մի անունը Քրիստոս Հիսուսն է։ Դրա համար Պողոս առաքյալը եթե տեսնում եք Հռոմեացիս 13-14 համարում ինչ ասում է Քրիստոս Հիսուսին հագեք, այսինքն ճշմարտությունը հագեք, ճշմարտությունը հագեք, զինավորվեք, պնդացրեք մեջքերներդ ումով, ճշմարտությունով, Քրիստոսով, հաստատվեք ինչի վրա, ժայռի վրա, ժայռովա խոսքը, Տերը, Հիսուսը, ինչպես էին երգում ասացին, սկզբում էր խոսքը և խոսքը Աստծո մոտ էր և հենց ինքը Աստված էր, ով, Հիսուս, Հիսուս, ճշմարտության խոսքը հենց ինքը Հիսուս ամեն, մենք Քրիստոսիններս կանչված ենք ճշմարտության մեջ, ոչ միայն ապրենք, վարվենք, այլ ճշմարտություն, այստեղ գալիս եմ քարոզի բուն թեմային, խոսենք, միմյանց հետ ճշմարտություն խոսենք, Աստծո ժողովուրդ և կարևոր կետը, ինչի վրա կուզեմ հենց շեշտը դնեմ, ինչպես քարոզիս վերնագիրը ծնվեց, թույլ տվեք ասեմ, քույրերի հետ միասին խոսում ենք Աստծո խոսքի շուրջ և քննարկում ենք որոշ բաներ և հենց այդ խոսքի թեմայի շուրջ մի անգամից մի բան ասացի, որ հանդիմանական էր իրանց, ու ասացի կներեք էլ, հետի տենց չի, սենց պիտի լինի և հենց ասացի կներեք, դա այդպես չի, այսպես պետք է լինի, մի անգամից Սուրբ Հոգին իմ ուշադրությունը շեղեց ու կենտրոնացեց կներեք բառի վրա ու Սուրբ Հոգին ինձ հանդիմանեց, ասաց ինչու ես դու ներողություն խնդրում, երբ որ ճշմարտությունն ես խոսում։ Երբ որ ստություն եք խոսում, դուք այդքան հեշտ ներողություն չեք խնդրում, հակառակ ավելի համարձակ եք սուտը ասում։ Իսկ ճշմարտությունը ասելու համար ինչու ես ներողություն խնդրում։ Եվ քարոզը հենց այդտեղից ծնվեց մեջս, ասի քուրերին ասի, կներեք չեմ ասում, կներեք եմ ասում, որ ձեզ կներեք ասեցի։ Ես ճիշտ եմ խոսում և դրա համար ձեզնից ներողություն խնդրելու կարիք չունեմ և ծնվեց քարոզի վերնագիրը, ինչը որ Աստված ինձ առաջնորդեց ու թույլ տվեց, որ կիսվեմ իր մարմնի եկեղեցու հետ և այսպես անվանեց քարոզի վերնագիրը, խոսի ճշմարտությունը առանց ներողություն խնդրելու։ Ես ձեր տեղը լինեի ողջ եկեղեցով ամենք ասեի։ Քանզի Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, Աստծո խոսքի ճշմարտությունն է, որ մեզ ազատ է անում, ինչից է մեզ ազատ անում, մեղքից և խավարից, խավարի ամեն գործերից, իսկ եթե ազատ անում, ինչու ներողություն մենք ասենք ճշմարտությունը ասելուց, ինչու մենք զղջանք կամ ամանչենք, երբ որ ճշմարտությունն ենք խոսում, երբ որ հանդիմանում ենք, երբ որ սաստում ենք, երբ որ խրատում ենք, երբ որ քաջալերում ու առաջնորդում ենք, երբ որ ճշմարտություննով ենք անում այս ամենը, ինչու ենք ասում կներես, սա այսպես պիտի լինի, ինչ կներեսի մասին է խոսքը, եթե ձեզ ստեմ, թող խոստովանեմ ու ներողություն ասեմ, պարտավոր եմ Աստծո խոսքն ասում, բայց եթե չեմ ստում, ճշմարտությունն եմ ասում, Աստծո խոսքը մեզ մի բան է սովորացնում, որ ազատեց մեզ սրանից, Արման առաջ որ խոսում էր շատ, ամեն ժամանակ ասում էր հորս Սարև, Էսի հոգևոր կյանքի մեջ եմ ասում, դարձյալ այդ խոսքը ասում էր, և ընեց վրես ազդում էր այդ երթումը, և մի օր ասացի, Արման ասի, մի բան կարամ ասեմ, բայց մի նեղվի, էլի ասեցի, ասաց ասա, ասի Աստծո խոսքը մեզ մի հատ գեղեցիկ տեղ սովորացնում է, ասում է, ծառայության մեջ չեմ ասում, մեր հոգևոր կյանքը ինչ ծառայություն, ասացի Աստծո խոսքը մեզ սովորացնում է, ասում է, այո տնի այո, ոչը տնի ոչ, ոչ երթում կեր երկնքով, ոչ քո երեխեքով, ոչ ոգով իրավունք չունես երթում ուտես, ուրեմն դու այնքան չկաս, որ պիտի երթվես, որ քեզ հավատան, ոչ, Էսա ճիշտ ու վերջ, քո ասածնա, մենք սովորենք, հանձինս ես այնքան երթվենք, մինչև դիմացինին համոզենք, սուտ խոսացողն է կարա, երեխու արև է երթվա, մոր արև է, հոր արև է, սաղին, թաղի, գերեզման ու հանի, սուտ խոսացողն է կարա դանի, եկեք մենք այնքան լուրջ լնենք, երբ որ ես քեզ ասում եմ ես բանը, ասուց եմ առե ապաշխարի, ում օրինակ բերեմ, որ չի նեղանում, այդակուր, Եթե քեզ ասում եմ ապաշխարի, որտեվ սխալ ես արես ինչ բանը, որտեվ գիտեմ ինչ ասեմ, այդակուրը չի նեղանա, կամ անի քրոջս, ինչ ասեմ չեն նեղանում ինձանից,
Ես ճշմարտությունը ասելու համար կարիք չունեմ երթվեմ կամ 3-4 անգամ ասեմ, որ համոզեմ։ Ես ասում եմ, կընդունես։ Դիմացիննա պատասխանատու ճշմարտությունը մերժելա թե ընդունելա։ Եկեք մենք բոլորս հաստատվենք ճշմարտության վրա, հա։ Թող մեր բերանի խոսքերը այնքան ճիշտ լինեն։ Կան ձեր կյանքում մարդիկ, որ սուտ ասանեն, որ ինչքան է ճիշտ ես մարդիկ խեղճեր ուզենան խոսան, էլ արդեն են թացը չորի հետ խառնվել է։ Ոչ ճշտին ես հավատում, ոչ էլ արդեն իրա որևէ բառ ու տառին։ Կան, չէ, ժողովուրդ։ Լիքը, ես ու Պաստոր Արմանը շատ ենք հանդիպել, որ այնքան համարձակ են սուտը խոսում, որ մենք ենք արդեն շշկում, մեզ թվում է մենք ենք խաբված։ Այդ համարձակությունը, այդ իշխանությունը համարձակության Աստված տվել է մեզ։ Մենք իրավունք չունենք համոզենք, մենք պետք է քայլենք, վարվենք, ապրենք ճշմարտության խոսքով ճշմարտության մեջ։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Մի տեսակ ուրախ եք այսօր երևում։ Ուրախ եք երևում, Փառք Հիսուսին։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ ճշմարտությունն է բերում ազատություն։ Կան ստեղ մարդիկ, որ բռնված են վախերի մեջ։ Կան, չէ մարդիկ, լավ մի ձեր բարձացեք, հանկարծ կողքինը չիմանա դեռ հլետ, ոնց կարելի է իմանան վախենում ես մի բանից, վախենում ես, վայ երեխես կսայթակի, վայ հանկարծ ես կսայթակեմ, վայ հանկարծ ես կնի, եկեք լուր լսենք, եթե վախենում եք որևէ բանից, այդ վախից ազատելը, մենակ Սուրբ Հոգին, մենակ ճշմարտությամբ կարա ազատի մեզի ամեն այդ ստություններից, Հիսուս Սուրբ Հոգին, մեր փառավոր այդ երրորդությունը Աստված կարա մեզ ազատի ամեն տեսակ տագնապներից, ոնց ճշմարտությանը ճանաչելով, որի անունն է Քրիստոս Հիսուս Աստված։ Թեև աշխարհը կարող է ատել եւ մերժել ճշմարտությունը, բայց մենք որպես լույսի որդիներ, հա, որպես ավետարանի падգամաբերներ, մենք կանչված ենք եւ հիշենք, որ չենք կանչված, որ մենք կանչված ենք ճշմարտության համար, ոչ թե կանչված ենք մարդկանց հաճոյախոսներ լինելու համար։ Մենք պիտի Աստծո խոսքը ճշմարտությունը քարոզողներ ենք, չփորձենք մարդկանց հաճեցնելու համար ծռենք կամ են որ ինչ Աստված մեր հետ խոսել է, որ փոխանցենք հանկարծ այդ խոսքը մենք սենց մի քիչ պակասացնենք, նրբացնենք, զարդարենք, նոր տանք, չէ։ Հիսուսը երբ որ տեսնում էր մարդիկ, ովքեր մեղքի մեջ են, ովքեր կեղծիքի մեջ են, ովքեր ճշմարիտ չեն, են որ ասում են ուզում ենք քո հետևի, ասում էր այ իժի ծնունդներ, իսկական են կերպարը դիվային, որ հագել էին այդ կենթանիների, օծ, կարիճ, ամենազզվելիք այդ անուններով էր իրանց ասում էր այ իժի ծնունդներ, օծի ձագեր, մեկին էլ ասեց հորդ նման աղվես ես, Հիսուս դու, բայց դու պիտի շատ նուրբ խոսայիր, որ հանկարծ մարդիկ չնեղանային, պիտի հաճեցնեիր մարդկանց, ոմանք գիտեք ինչու են խապված, հա, ուզում եք իմանաք, ոմանք խապված են նրանում, որ կարծում են Հիսուսը, որ երկնքից եկավ միայն հրաշքներ աներ երկրի վրա, մեծամեծ գործեր աներ, զարմացներ մարդկությանը, վերջում է փրկեր մեզ ու գնար, սխալվում եք, Հիսուս եկավ խավարի գործերը քանդելու, նա հետևանքն է, Հիսուս եկավ ստությունը, այսպես բացելու, ոմանք որ ասում են լավ այդ սուտը ծածկեինք, Հիսուս չեկավ սուտը ծածկելու, Հիսուս եկավ սուտը մեջտեղ հանելու եւ ասելու է սուտը ձեզ տանում է դժոխք, ապաշխարեք, զղջացեք, որ կարողանաք փրկվեք, խիստ էր խոսում Հիսուս, մեկի աշակերտները եկան, Հիսուս, բան են սովորացնում Աստծուն, Հիսուս, մի քիչ շատ խիստ ես խոսում էլի, այսքան հազարավոր ժողովուրդ սաղ գնում են, մի քիչ նուրբ խոսա էլի Հիսուս, Հիսուս ասեց ուզում եք դուք է գնացեք, Հիսուսին չի հետաքրքրել կեղծավորներ ու ստության մեջ ապրողները մնան իրա կողքին, Հիսուսին հետաքրքրել է մեկ բան, կեղծավորները, ստախոսները, թե ով կլնի, ինչ մեղքով բռնված կլնի, սիրտ ունենա փոխվելու, սիրտ ունենա, որ գնում է ճշմարտության հետևից, կարանք ասենք ամեն,
Աստծո խոսքը մեզ քաջալերում է, որ անհրաժեշտ է ճշմարտությունը խոսելը։ Առակաց 13:5 համարում ասում է արդարը ատում է սուտը։ Արդարը ատում է սուտը։ Ես իմ կյանքում այնքան եմ տեսել մարդիկ, որ սուտ են խոսացել եւ իրանց սուտը գործել է, կարողացել են ծուղակ սարքեն մարդու համար եւ այդ ծուղակի մեջ նրան պահեն ու ուրախանան, որ կարողանում են տիրեն իրաց ստով։ Աստված ինձ խայտարակում է, Աստված ինձ փչացրեց։ Ոչ մի դիվային աշխարհ Աստծո զավակների վրա զորություն չունի, եթե ապրում են ճշմարտության մեջ։ Թշնամին իչքան էլ քո համար ծուղակ պատրաստի, որ դու պիտի գնաս ու հանկարծ ընկնես, խոստանում եմ ձեզ, այդ ծուղակի վրա բան կդնի Տերը ու քեզ վրայով կանցկացնի, ասեց, ձեզ տվեցի ամեն իշխանությունն ու զորությունը, քայլեք օձերի, կարիճների վրայով, ոչ ոք թող ձեր վրա իշխանություն չունենա։ Աստված իշխանությունը տվել է մեզ, եկեղեցուն, բա ուր է իշխանությունը, որտեղ դեռ ստությունն ենք փայփայում։ Ինչի չի գործում, որտեղ դեռ սուտը գումարած ճշմարտության ենք ապրում։ Բավական է։ Գիտեք, Տերը խայտարակող չի, բայց Տերը բացահայտող է։ Ասեց ամեն բան ծածուկում, որ կանեք, բացելու եմ բերեմ լույսի առաջ։ Եթե ծածուկում ես ունեմ մեղք, ու այդ իմ մեղքը ես չեմ փայփայում, ու բերում եմ Աստծո առաջ ու Դավիթի նման ասում եմ, Տեր, իմ մեղքերը իմ առաջին են ամեն ժամանակ, ատում եմ ես մեղքը, բայց մարմինս թույլ է, դեռ ես մեղքի հետևից գնում է, օգնիր ինձ, Տերը չի բացահայտի, Տերը կօգնի ու կհանի ինձ։ Բայց եթե ես ծածուկում այդ մեղքը փայփայում եմ, լողացնում եմ, պահում եմ ծոցս, այդ կրակը, դա մի օր ինձ վառելու է ու ինձ խայտարակելու է։ Ով խայտարակեց։ Տերը ոչ, մեղքը, սատանան։ Եկեք ուղիղ ընենք Աստծո հետ եկեղեցի։ Եկեք մեր սիրտը ուղիղ պահենք նրա հետ, որովհետև ամեն բան գալիս է ստեղից, ներքուստ։ Ես կարամ ձեզի շատ գեղեցիկ ուսմունքներ տամ, շատ գեղեցիկ քարոզներ տամ, քաջալերեմ, այսօր այստեղ որոշեք ուղիղ ընենք Աստծո հետ, կես ժամ հետո տուն հասնեք, մեղքը փայփայեք։ Ձեզ դրսևանց կարողանաք տիրապետեք որոշ ժամանակ, բայց բա ներսդ ամենակարևոր բանը հոգևորի համար մի փորձի որևէ մեկի մոտ հոգևոր ձևանաս։ Եթե դեռ քո մեջ կա անկարգ մեղքի գործեր, բաց եղի, անկեղծ եղի, թող ներսդ մաքրվի այսօրվա խոսքով եւ վաղվա խոսքով եւ ամեն օրվա խոսքով եւ Սուրբ Հոգու զորությունով։ Թող մեջդ մաքրվի։ Երբ մեր մեջը մաքրվեց, մենք խոստանում եմ ձեզ, ազատ ենք լինելու։ Այն ինչը կյանքում ինձ կարողացել է քաշի այդ մեղքի մեջ, գալու է դեմս կանգնի, ես ուղղակի նայելու եմ ու ծիծաղամ, որտեղ էլ վրես ուժ ու զորություն չունի, ես ազատ եմ։ Գիտեք, աշխարհը սովորացնում է այսօր մանաման ֆեմինիզմ, կանայք տիրում են այս օրերին։ Զզվանք եմ ապրում։ Հիմա կասեք, բայց դու կին ես քարոզում ես, Աստված այդպես է ուզի անեմ, որ որպես կին հելնեմ ասեմ, զզվանք եմ ապրում, որ կանայք են տիրում տան մեջ, որ կանայք դարել են գլուխը տան գլուխը տղամարդն է, եւ տղամարդիկ տեղում չլնելու պատճառով այսօր ընտանիքները քարկոծվում ու քանդում է սատանան։ Տղամարդիկ հագեք Քրիստոս ձեր վրա, որ ձեր տանը ոչ մի թշնամի չկարողանա մոտ գա։ Քրիստոսը ճշմարտությամբ հագեք, ոչ թե կիրակից կիրակի ձևացեք, այլ ամեն օր ձևավորվեք, Հիսուս հագեք, զարդարվեք նրանով, այն ժամանակ չի կարա կինը չխոնարհվի, այն ժամանակ չի կարա կինը հնազանդ չլինի։ Չեք տենում ինչ անում թշնամին, թե ինձ ա թվում սա։ Տիրում ամեն ինչի վրա կանանց միջոցով։ Սա ամոթ է, սա ճիշտը չի, միակ ճիշտ կա, ասես տան գլուխը տղամարդն է լինելու, իսկ տղամարդու գլուխով Հիսուս։ Եթե տղամարդուն միտքը Հիսուսով չի կապված, այս շնությունով, պոռիկությունով, ագահությունով, հարստությունով եւ այդ ձևով ա ուզում տունը իշխի, դրա կնիկ իրան հնազանդ չի լինելու։ Բայց եթե Հիսուսով է, այդ կինը
Սառան իր ամուսնուն Աբրահամին Տեր էր կանչում։ Այդքան հարգում էր իր ամուսնուն։ Ցույց տվեք ինձ այս օրերին կին, որ հարգում է իր տղամարդուն։ Ինչու՞։ Որտեվ տղամարդը տեղում չի։ Տղամարդը կարա փչացնի իր կնոջը։ Դա համար տղամարդիկ ձեր ուսերին ա դրված այդ մեծ բեռը, որ դուք կարողանաք ճիշտ կառավարեք ձեր ընտանիքները, ճշմարտությունը հագնեք որպես ընտանիքի գլուխներ։ Այն ժամանակ ոչ մի չարիք ասմա քո բնակարանին չի մոտենա, որովհետև ձեզ թվալով տղամարդկությունը հայհոյելը, վիրավորելը, անարգելը կնոջը, աղջի ստեղարի, բա որ են էլ ասե կարա, հետո ես լկտիություն, չէ? No, բարի խոսքը, քաղցր խոսքը, հարգել միմյանց, դա է Աստծո ուզածը։ Ուզում ես տունդ օրհնված լինի, ուզում ես քո ժառանգները օրհնված լինեն, ուզում ես քո գալիք երեխեք թոռները օրհնված լինեն, քայլի ճշմարտության մեջ, խոսիր ճշմարտության մեջ, վարվիր ճշմարտության մեջ։ Երիտասարդները ընդեցի ծաղում են, փառք Հիսուսին։ Այո, ես իմ տղաներին ասում եմ, մեկ որ հոր հետ կատակ ենք անում իրար հետ, հա, ասենց փաթաթվում եմ կամ պատշում եմ, ասում են սկսան Ռոմեո Ջուլիետ, yani իրանք տղա են էլի, իրանք այտենց բաներ չեն, ասում եմ եկեք ստեղ երկուսը դե նստեք ստեղ։ Դուք պիտի սիրեք, հարգեք ու քաղցր խոսքեր ձեր կանանց ասեք մեր մոտ։ Ձեր տղամարդկությունը չի հաստատվում այն ժամանակ, երբ որ դուք ձեր կնոջը վիրավորեք, թող մերս հերս տենանան, ես տղա եմ, ես որ կարում եմ սրան ճանշած պահեմ։ Մի անգամ կատակ արեցին, Արմանը ասեց, Արմանը միշտ չգիտես ինչի, երևի Տերը կօգնի այս վիճակից ելնենք, երեխեքին համոզում է, որ ինչքան տղա ունենաք, սաղի անունը Արման պիտի լինի։ Եվ հետաքրքիր է, կատակ է անում, բայց այդ երեխեքի մոտ ձևավորվում է, եւ հանկարծ մի օր ինչ թեմայի շուրջ ասեցին, Անտոնին ասեց, բա ոնց պապ ջան Արման ալնելու, այնտեղ Մայքլս ասեց, բա ոնց Արման ալնելու, ասից եթե երկրորդ, երրորդ տղաներ ծնվեն, Արման ջունիոր, Արման չգիտեմ, ասից եթե ձեր կինը չուզի, այդ էր մնում պակաս կնիկս որոշի, իսկ ինչու։ Արմանն ինձ ընդեղ, դե դու մի խառնվի Սիլվի, չէ, դու խառնվեցիր, փչացիր, հիմա ես պիտի խառնվեմ, սարքեմ։ Ինչու կինը չի կարա որոշի ինչա ուզում իր երեխու անունը լինի, չէ որ այդ մայրն ա կրում այդ երեխուն իրա մեջ, ինչու կինը խոսք չունենա, բայց ստեղ տեսնում եք, պիտի այդ ամենը արվի արդարությամբ, ճշմարտությամբ, սենց սրբության վրա կառուցված, ոչ թե մարդկային այդ մեջը քո լավը զգալու համար։ Ես էլի դու մի բան խոսացիր։ Ասում եմ հարցները կուզեն իմ անունը դնեն։ Հա, բայց ոչ 5 հատ նույնից ծնվի նույն երեխու անունով։ Կատակ ենք անում, զրուցում ենք, ծիծաղում ենք, բայց իրականում ինձ հասկանում եք ինչ եմ ասում։ Պետք է ճիշտ արվի ամեն բան։ Բռնությունը տղամարդկության որակը չի։ Ստությունը տղամարդու որակը չի կազմում։ Քրիստոսա, որ առաքյալ ասում է Քրիստոս հագեք, ճշմարտությունը հագեք։ Եվ գիտեք ինչու են կեղծավորները, փարիսեցիները ատում Հիսուսին, հա, որտեղ ճշմարտությունը հենց երեսներին էր ասում։ Երբեք հետո չէր նստում քննարկում, իրանց դեմը ճիշտը ասում էր Հիսուսը, դա համար նրան ատում էին։ Ես ձեզ մի կարևոր բան պիտի ասեմ, ուզում եմ հիմա շատ զգուշ բռնվեք ու լսեք սա։ Եթե մենք այսօր որոշում ենք կայացնում, որ ճշմարտության հետ ապրենք, քայլենք ու ճշմարտություն խոսենք, ճշմարտության համար Աստծո ժողովուրդ ջան, մեզ էլ սուտ բաների մեջ են մեղադրելու, մեզ էլ են ատելու, մեզ էլ են հալածելու։ Եվ ամենակարևորը սրա մեջ կորցնելու ենք ընկերներ, կորցնելու ենք հարազատներ, ավելի ցավալին ասեմ, մեր ընտանիքներում են թշնամիներ ծնվելու, որտև ճիշտն ենք խոսում և ասում։ Ցավալի բան,
նույնիսկ ընտանիքիդ մեջ է ծնվելու մարդ, ով որ քեզ թշնամի է դառնալու, որտեվ ասեց թշնամիներդ կլինեն քո տնից։ Քո հարազատների մեջ կլինեն առաջի թշնամիները, ով քեզ կհալածեն ու կցավացնեն։ Բայց այս ամենի մեջ մի բան կուզեմ ձեզ ասեմ։ Մի անգամ խոսել եք ճշմարտությունը, անարգվել են, մերժել են, էլ մի խոսեք, լռեք, որովհետև այդ ճշմարտությունը մարգարիտները, Աստծո գանձն է, այս խոսքը ամեն մի բառուտառը մարգարիտ է, թանկարժեք քարեր են, մենք գիտեք ինչ ենք անում, մի անգամ ենք ասում 4-5 անգամ գիտեք ինչ ենք անում, խոզերի առաջ թափում ենք Աստծո խոսքը, ասում կքայլեն վրայով, արդյոք արժի մեր Աստծո խոսքը թափենք խոզերի առաջ, ուշադիր լսեք ինչ եմ ասում, ժամանակին հասներ, հարազատներ, անդադ Աստծո խոսք էի խոսում, անդադ մերժում էին, անդադ խոսում էի, այն աստիճան, որ ես զգացի հասարակ դառավ իրանց համար Աստծո խոսքը, արդեն էլ ծաղրելով կրկնում էին իմ հետևից, իսկ հիմա, թե իմ ներկայությունը, որ Աստծո զավակ եմ, թե այն սուրբ խոսքը, որ Աստծո ճշմարտությունն է, նենց եմ արել բացակալինի բոլորի ներկայությունից, ուզում եք լսեք, դուք եկեք լսեք։ Աստծո խոսքը արժեք ունի, որը անգին է, այդ արժեքը, եկեք չհասարակացնենք հասարակ մարդկանց առաջ, ովքեր գնահատել չգիտեն, ամեն։ Հիսուս ասաց, եթե աշխարհը ձեզ ատում է Հովանու 15:18, իմացեք մի կարևոր բան, լսեք, ուշադիր եղեք, ինձ ձեզանից առաջ են ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, այսինքն եթե աշխարհից ընեիք, սուտ խոսայիք, պոռնիկություն անեիք, գողություն անեիք, ամեն պղծության մեջ ելնեիք, ապա աշխարհը Իրանը սիրում է, բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Կարծես ճշմարտությունը եւ հալածանքը բերում է մի հարթության վրա Տերը, որ եթե ճշմարտությունը ընտրեք, հալածվելու եք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե որոշում ենք այսօր ճշմարտության մեջ քայլենք, հալածվելու ենք։ Այսօր մի հատ բան եմ ուզում քաջալերեմ ձեզ։ Եկեք այսօր մինչև ժամը 12-ը սուտ չխոսանք, չկա ժամացույցը ձեռիս։ Եկեք մինչև ժամը 12-ը սուտ չխոսանք։ Ինչ լինի, որ նույնիսկ մարդ կարող է կորցնենք մեր, եկեք չխոսանք։ Համաձայն եք։ Լավ, կատակ էի անում, մի վատ զգացեք։ Գաղատացիների 1:10 համարում Պողոս Առաքյալը այս խոսքերն է ասում, լսեք ուշադիր Աստծո ժողովուրդ, մի չկանցնեմ խոսքերին, անկախ մշակույթի համոզմունքի ճնշումից, մենք պետք է անսասան մնանք ճշմարտության վրա, կարանք ասենք ամեն, այս ճշմարտությունը, որ մենք խոսենք, մարդկանցից հալածվելու ենք, անարգվելու ենք ու մերժվելու ենք, պատրաստ եք դուք, ովքեր են պատրաստ, ձեռ եմ ուզում տնամ, եկեղեցի, ստեղ ես ինչ-որ բան չեմ անում, անկեղծ քարոզ պատգամ եմ տալի, ովքեր են պատրաստ մարդկանց կորցնեն ճշմարտության համար, եկեղեցու կեսը պատրաստ է, լսեք, Գաղատացիներից 1:10 Պողոս Առաքյալը այս խոսքերն է ասում, որովհետև հիմա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն, կամ ուզում եմ մարդկանց հաճո լինել, եթե տակավին մարդկանց հաճո լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։ Պողոս Առաքյալը քաջալերում է այսօր մեզ, որպեսզի այս օրինակը վերցնենք եւ մեր կյանքում քայլենք ճշմարտության մեջ, որովհետեւ ստությունը խայտարականող է, ճշմարտությունը մի հատ գեղեցիկ բան է, երբ որ մենք ճշմարտությունը խոսում ենք, ել ես այդ օրը չեմ նստի մտածեմ, վաղը եթե մեկ ուրիշը հարցնի, հիշեմ, որ այդ նույն բանը ասեմ, ես հիշելու կարիք չունեմ, ճշմարտությունը իմ մեջ հաստատվեց, ես միշտ նույն պատասխանը կտամ բոլոր մարդկանց, բայց սուտախոսներին դուք զգացել եք, որ այդ նույն բառը քանի անգամ, քանի ձևերով փոխում են ու ծռում են, որտև են առաջինը լավ չեն հիշում ոնց արտահայտվեցին, երկրորդը մի քիչ նման է, ասում է ստության հայրը սատանան է, բա մեր հայրը ով է, դու ինքդ քեզ հարցա, իմ հայրը ով է, եթե հայրը Աստված է, բա ինչպես կարող եմ ես դեռ դրան գոհացնել, տենում եք ինչքան տկար ենք,
Պողոս Առաքյալը ասում է իմ տկարությունով ուրախացա, որովհետև հենց այդտեղ Աստծո շնորհքը ինձ բավական էր։ Աստծո շնորհքը այստեղ է գալի մտնում ու մեզ փրկում ու սրբում ու արդարացնում։ Որքանի դեռ մարմնի մեջ ենք, շատ բաներ կփորձենք սխալ անել, ծռվել, բայց կարևորը գիտակցելն ու ապաշխարելն է ու ձգտել շարժառիթը դեպի ճշմարտություն, արդարություն։ Գիտեք, ստեղ Ղովտը, երբ որ Սոդոմ Գոմորում մեղքը շատ էր, չափազանց շատ էր մեղքը Սոդոմ Գոմորում եւ Աստված պետք է կրակ թափեր այնտեղ։ Մի հատ վկայություն կա, որ ստեղ ընթերցում էի 2 Տիմոթեոս 2:7 համարում, կուզեմ բարձրաձայնեմ, այսօր շատ ճշմարիտ հոգևորներ այս սրա մեջ ապրում են։ Ստեղ նայեք ինչ ասում, փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարմունքներով ձանձրացել էր։ Այսինքն Ղովտը ապրում էր մի հատ ստության, պղծության մեջ, որտեղ արդեն իր հոգին տանջվում էր, ձանձրացել էր, որովհետև այն արդարը նրանց մեջ բնակվելով, տեսնելով եւ լսելով օրեցօր իր արդար հոգին տանջվում էր նրանց անօրեն գործերով։ Տերը գիտի, ստեղ ուշադիր լսեք, ստեղ ավարտում եմ քարոզս, ուշադիր լսեք եւ ուշադիր բռնեք։ Եթե ամբողջ քարոզը դեռ չհասկացաք, որպես ձեզ ալիբի կբռնեք ու կասեք Տեր խոսած Փաստեր Սիլվիան, ես բան չհասկացա այսօրվա քարոզից։ Ուրեմն դեղի տակ եք, եթե չեք հասկացել։ Իսկ եթե իրապես դուք այդ բռնելու եք, ասեք չհասկացեք, գոնե վերջի խոսքերը կհասկանաք, բռնեք։ Ասма Տերը գիտի Աստվածապաշտներին փրկել փորձանքից եւ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվեն։ Բոլոր նրանք, ովքեր սիրում են ստությունը, անառակությունը, պղծությունը, մեղքը, պահված են հավիտենական պատժի համար։ Բայց բոլոր նրանք, կապ չունի ինչ մեղքեր ես կյանքում գործել, ամենավերջի պիղծ մեղքը գործածնես Աստված քեզ դարձյալ կարաների։ Ասում այն ձեկեք մեղավորներ, բեռնավորված է այդ բոլոր այդ ձեր բեռը, բերեք իմ առաջ, ես դարձյալ կներեմ։ Գիտեք, այն մարդիկ են ազատ, երբ որ ճշմարտության լույսը վառվում է իրանց մեջ, հենց վառվեց, that's it։ Տենում ես մեղքերդ, բայց հասկանում ես մի բան, որ այդ մեղքերը ամբողջ գինը վճարված է, փրկվել ես, Աստված ներել է քեզ, եւ Աստված ասում է արդարներին փրկել գիտի։ Արդարը ո՞րն է։ Կա մեր մեջ արդար, արդյոք մեր արդարության մասին է խոսքը, իհարկե ոչ, ով Քրիստոսին կհագնի, իսկ